Նեեմանը մեծ բանակի հրամանատար էր, սակայն նա տառապում էր բորոտությամբ։ Բժիշկներից ոչ մեկը չգիտեր, թե ինչպես կարելի էր նրան բուժել։ Նեեմանի տան սպասուհին շատ էր ուզում օգնել իր տիրոջը։ Նա դիմեց Նեեմանի կնոջը և ասաց. «Իմ տերը պետք է գնա և խոսի Աստծու մարգարե Եղիսեի հետ։ Աստված կսովորեցնի Եղիսեին, ինչպես օգնել իմ տիրոջը»։ Երբ Նեեմանը իմացավ աղջկա ասածների մասին, թագավորից Եղիսեի մոտ գնալու թույլտվություն խնդրեց։ Թագավորն էլ էր ուզում, որ Նեեմանը առողջանա, և նամակ գրեց այն երկրի թագավորին, որտեղ ապրում էր Եղիսեն։ Նամակում ասվում էր. «Խնդրում եմ, օգնեք Նեեմանին առողջանալ»։ Եղիսեն իմացավ այդ նամակի մասին և խնդրեց թագավորին իր մոտ ուղարկել Նեեմանին, բայց երբ Նեեմանը եկավ Եղիսեի տուն, մարգարեն նրան ընդառաջ չգնաց, այլ ուղարկեց իր ծառային։ Ծառան ասաց Նեեմանին. «Եղիսեն ասում է, որ գնաս և 7 անգամ լվացվես Հորդանան գետում, և Աստված քեզ կբուժի»։ Նեեմանը բարկացավ. ինչպես է Եղիսեն վարվում կարևոր հյուրի հետ։ Սակայն ծառան ասաց նրան. «Խնդրում եմ, արա այնպես, ինչպես ասում է Եղիսեն»։ Նեեմանը մտավ գետի մեջ։ Նա թաթախվեց 1 անգամ, 2, 3, 4, սակայն ոչինչ տեղի չունեցավ։ Նեեմանը թաթախվեց 5-րդ անգամ, 6-րդ անգամ, և միայն 7-րդ անգամ թաթախվելուց հետո բորոտությունը անցավ։ Նա առողջացել էր։ Նեեմանը վերադարձավ Եղիսեի մոտ, շնորհակալություն հայտնելու։ Նա մարգարեին ասաց. «Հիմա ես գիտեմ, որ քո Աստվածը ճշմարիտ Աստված է»։ Նեեմանը Աստծուն շնորհակալություն հայտնեց բուժվելու և իր սպասուհու համար, որն ասաց, թե Աստված կարող է օգնել։